Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նահանտապանի քննարկում հաղորդաշարն է։ Մենք ուղիղ եթերում ենք, այնպես որ եթե դուք մեզ դիտում եք այս ժամին, կարող եք զանգահարել մեզ էկրանին երևացող հայկական եւ ամերիկյան համարով եւ հարցեր տալ մեր բանախոսներին։ Իսկ այսօր մեր տաղավարում են գտնվում Քոչարի կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը եւ մի փոքր հետո մեզ կմիանա նաև ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը։ Ողջունում եմ պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նախ առաջին հարցս ինչպիսին է ձեր կուսակցության գրանցման վիճակը։ Ես գիտեմ, որ երկար ժամանակ կուսակցության գրանցումը ձգձգվում էր, ուր եք հասել դուք եւ արդյոք կարողանալու եք մասնակցել 26 թվականի ընտրություններին։ Շնորհակալ եմ հրավերի համար, բարև ձեզ։ Ես գիտեմ փաստաբանի հետ վերջի անգամ զրուցելուց հետո գիտեմ, որ ասել էին 10 օրվա ընթացքում իմ հաշվարկով 10 օրը մոտավորապես ամսի 26-ին է լինելու, 26-ից հետո նոր կիմանանք, խոչընդոտ էլ չեն գտել, ոչ մի տեխնիկական խոչընդոտ չեն գտել եւ ես գիտեմ, որ 10 օրվա ընթացքում կուսակցության գրանցումը կլինի։ Շատ լավ։ Անդրադառնանք երևի հիմա Հայաստանում զարգացող ամենակարևոր իրադարձություններին, դա եկեղեցու շուրջն ասունացած ճգնաժամն է, մի կողմից Նիկոլ Փաշինյանը հրապարակում է առաջարկություններ, ես չգիտեմ, նոր կանոնակարգի, եկեղեցուն մաքրելու, եկեղեցու թափանցիկության, եկեղեցու եւ պետության ինչ-որ հարաբերությունների նոր ձևաչափ եւ մյուս կողմից, ինչպես գիտեք, կիրակի օրը պատարագին տեղի ունեցան իրադարձություններ, այն բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների խումբը, ովքեր պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ընդդեմ կաթողիկոսի, գնացին Էջմիածին, փորձեցին մտնել մայր տաճար, չկարողացան, ինչ-որ հայտարարություն տարածեցին, սուլոցներ, գոռոցներ, մի խոսքով, ահա թե ինչ է տեղի ունենում հիմա եւ ամեն ինչից երևում է, որ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար այդ լարումը ավելացնելով մտադրություն չունի կանգ առնելու եւ ձեր կարծիքով ուր են տանելու իրադարձությունները։ Ուրեմն տեսեք, մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք, մենք նույնիսկ կուսակցության անդամներին հայտարարություն ենք արել, որ չգնան Էջմիածին եւ դիրքորոշումը նույնն ամնում այդ կոնֆլիկտը արեստածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ հատկություններ ունի, բայց հիմարը դրանցից մեկը չի եւ այս կոնֆլիկտը արեստածին, որ ստեղծվում է, դա երկուսն էլ մի աղբյուրից են սնվում, թե Գարեգին Բ-ն, թե Նիկոլ Փաշինյանը եւ հիմա բացատրեմ ինչ են նրանք անում։ Երբ որ խոսքը գնում է այս արեստածին կոնֆլիկտի մասին, Նիկոլ Փաշինյանը այստեղ մի քանի հարց է լուծում, հիմնական հարցերը դա իհարկե լինում է, որպեսզի կարգավորի ճգնաժամը, այսինքն crisis control, կարգավորվող ճգնաժամ է ստեղծում, քանի որ ոչ մի իշխանություն ճնշումներին չի կարող դիմանալ եւ որպեսզի այդ ճնշումները կարգավորվող լինի, նա պետք է նոր օրակարգ ստեղծի եւ կարգավորի այդ օրակարգը, այսինքն դա անգլերեն ասած old tricks for old dogs, հին հնարքներ ծեր շների համար, առաջին անգամ չի արվում, էլի գնանք պատմական Հիտլերին հրեաներն էին պետք, Մուսոլինին ուրիշ մարդիկ էին պետք, Իդիոմինին հնդիկներն էին պետք, այսինքն երբ որ բռնապետը զգում է, որ չի կարողանում ճնշումներին դիմանալ, պետքա թշնամի ստեղծվի, կամ արտաքին, կամ ներքին։ Հիմա արտաքին թշնամի չի կարողանում ստեղծել, քանի որ կամակատարն է այդ արևմուտք արևելք մեր հիմնական հակառակորդ երկրների եւ պետքա ստեղծի ներքին թշնամի։ Ներքին թշնամին ամենահարմարը այստեղ եկեղեցին է, երկուսն էլ մի տիրոջ ծառա են, մի աղբյուրից սնվող են, եկեղեցու մեջ նույն կոնֆլիկտը գոյություն ունի,
եկեղեցին պետքա ինքնամաքրվի ներսից եւ այդ բարեփոխումները հետաձգելու համար Գարեգին բնել պետքա նորից թշնամի ստեղծի, այսինքն երկուսն էլ կատարում են նույն գործը, իսկ հիմա մյուս հարցը, որ երբ որ բռնապետի համախոհները թուլանում են, չեն հետևում, նրանց մոբիլիզացնելու համար ստեղծվում է այս նույն իրավիճակը, որ նրանք մոբիլիզացնեն։ Հիմա ոնց կզարգանա հետագայում, իհարկե ոնց որ ասում եմ Նիկոլ Փաշինյանը շատ հատկություններ ունի, հիմարը դրանից մեկը չի։ Նա ժողովրդի լեզվով ասած, հիմա այս կերպով մյուս քայլը որ անում է, ժողովրդի լեզվով ասած, փչացնելու է այն մարդկանց, ով որ կկանգնի եկեղեցու կողքը, փչացնելու է այն ձևով։ Եթե որոշումը գնա այդ կենտրոնից, որ պետքա Գարեգին բն հեռանա, նա ունի մի այսպիսի չալաղաճ մեղադրանք, որ կսպասի, երբ որ այս մարդիկ կգան եկեղեցու կողքը կկանգնեն այս ուժերը, քաղաքական ուժերը, վերջում նա կբերի մի մեղադրանք ու թե այդ քաղաքական ուժերին, թե Գարեգին բին կվարկաբեկի։ Հիմա ես չգիտեմ ինչա դա լինելու, միգուցե Եղվարդն է լինելու, բայց նա ունի այդ չալաղաճ մեղադրանքը, որ վերջում ներկայացնելու է։ Իսկ եթե որոշում կընդունվի, դուք նկատի ունեք մեղադրանք, որին դեմ առարկել հնարավոր չի լինի։ Ոչ թե չի լինելու, այլ վարկաբեկվելու են նրանք, ով որ կանգնել է եկեղեցու կողքը։ Իսկ եթե այդ կենտրոնի որոշումը լինի, որ վարչապետն է գնալու, իհարկե կամ կլինի փախուստի կերպով, կամ կլինի այլ կերպով եւ Գարեգին բն կմնա։ Այսինքն էլի երկուսն էլ նույն օրակարգն են, օրակարգը Աստված ոչ անի հասցնի բախումների, որոնք որ նրանք ստեղծում են, փորձում են ստեղծել, դեր այս ժողովրդի ողջունությունը, հա, այս բարձր գիտակցությունը չի հասցնում դրան։ Եկեղեցու հավաքվածներից էլ ինչ կասեմ, նույն դեմքերը ես տեսնում եմ Քոչարյանի հավաքների ժամանակ, նույն դեմքերը տեսնում եմ մյուս, այսինքն ես զարմանում եմ, ոնց այդ մարդիկ գաղափարապես ձև շուտ փոխում են։ Մեկ տեսնում ես այդ նույն դեմքերը ներկային մի այլ շարժման ժամանակ, նրա գաղափարներն են։ Հիմա մի այլ շարժման, հիմա այլ եկեղեցու, այսինքն դեմքերը չեն փոխում։ Ինչ վերաբերում է այդ քաղաքական ուժերին կամ հասարակական, որ փորձում են եկեղեցում գտնվեն կամերաների դեմը, հիմա այսօր ամբողջ քաղաքական դաշտը բացի մեր կուսակցությունից եւ մի քանի այլ կուսակցությունների առաջին համարի, ցուցակի առաջին համարի խնդիր ունեն։ Այդ առաջի համարը չի ձևավորվում։ Հիմա նրանք էլ այս կոնֆլիկտները, արհեստածին կոնֆլիկտները փորձում են օգտագործեն, որպեսզի իրանց մեջից առաջի համար ձևավորվի, Նելսոն Մանդելա ձևավորվի, ես չգիտեմ, ինչ-որ մի Չե Գիվարա ձևավորվի, որպեսզի հասարակությունը հետագայում այդ ցուցակի առաջի համարին հավակնություն տա։ Դուք չեք կարծում, որ Հայաստանում կուսակցությունների առաջի համարի խնդիր ըստ էության չպիտի լինի, որովհետև այդ կուսակցությունները հիմնականում ձևավորվում են ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ հենց այդ առաջի դեմքերի շուրջը։ Դա ողբերգություն է ազգային, քանի որ երբ որ Գյումրի ընտրություններն էին գնում, մի եթերում մարդիկ քննարկում են, ես մտա այդ եթեր, ասեցի ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանի, հա Վարդանիկի ցուցակի երկրորդ համարի անունը ասեք։ Երևի 400 հոգի մարդ էր նայում այդ եթերը, ոչ ոք չկարողացավ ասել։ Այսինքն ժողովրդի մտքի մեջ մենք ընտրում ենք քաղաքապետ, մենք ընտրում ենք վարչապետ, որը որ ազգային ողբերգություն է։ Վարչապետը հաշվետու է ազգային ժողովին։ Լավ պետությանը պետք է ազգային ժողով ընտրես եւ ազգային ժողովը ընտրի վարչապետ կամ ընտրես ավականին, ավականին ընտրի քաղաքապետ։ Հիմա 26 թվականի ընտրությունների ժամանակ հենց այդ մեր ողբերգության առաջի դեմքերը չեն ձևավորում եւ նրանք փորձելու են էլի նույն ձև անձի հետևից ժողովրդին խափեն տանեն, այսինքն նույն քայլերը անեն եւ նույն ողբերգությունը ստանան։ Եթե նույն քայլը անում ես, նույն արդյունքն է ստանում։ Հիմա էլի չի ձևավորվում այդ իրանց ուզած առաջի դեմքերը ցուցակի, որպեսզի ժողովրդին խափեն, տանեն, ասեն մենք ընտրում ենք վարչապետ, բայց իրականում էլի խափելու են
անձի պաշտպանքով նույն արդյունքը ստանան։ Դա ազգային ողբերգություն է, իրոք ազգային ողբերգություն է, քանի որ այս ժողովուրդը պետք է հասկանա, որ ազգային ժողովի դիմաց վարչապետը հաշվետու է, ոչ թե հակառակը, բայց երբ որ ժողովուրդը նայում է այդ ազգային ժողովի եթերները, երբ որ վարչապետը գալիս է միանձնյա որոշումներ ու չի էլ թաքցնում, ասում է ես եմ պետությունը, SMS-ներով, WhatsApp-ներով, նույնիսկ ԱԺ-ի պատգամավորներին է հեռացնում, ասում է մանդատը դիրել չասած պաշտոնյաների, էլ չասած որ թքում չափալախում են այդ այսպես կոչված կառավարվող ընդդիմության անդամներին, գեներալներին, ժողովուրդը ասում է դե հա վարչապետ ենք էլի ընտրելու։ Այսինքն ազգային ողբերգություն է, որ պետք է մինչև 26 թիվ ժողովրդական այդ գիտակցությունը բարձրացնել։ Լավ, ես առաջարկում եմ հիմա գովազդային դադար, որից հետո կշարունակենք մեր զրույցը եւ մեզ կմիանա նաեւ Աշոտ Գևորգյանը։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շարունակում ենք մեր հաղորդումը, մեզ միացավ նաև Աշոտ Գևորգյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ ակտիվ հասարակական գործիչ։ Բանակ երկուստ է վերաբերում այս հարցը, մեր սահմանադրությունը, մեր օրենքները բերել են այն իրավիճակի, որ վերջ-երջո կուսակցությունները մի խումբ մարդիկ կուսակցություններն են որոշում բաները, թե
ինչպես պիտի լինի պետության ղեկավարի երկիրը։ Եվ այն պարագայում, երբ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը կայացած չէ որպես համակարգ, դուք ինչպես եք կարծում, այս կուսակցությունների վրա հենված երկրի կառավարումը կարող է լինել արդյունավետ, թե ոչ։ Ով է սկսում, պարոն։ Համեցեք։ Տեսեք, կուսակցությունների վրա հիմնված կառավարումը որպես այդպիսին արդյունավետ, մենք ունենք օրինակներ, որտեղ որ կուսակցությունների վրա հիմնված արդյունավետ լինում է, բայց հայ հասարակության համար ես գտնում եմ, որ այս անգլոսաքսոնական մեթոդը այդքան էլ լավ չի, քանի որ մեր էթնոսում մենք բոլորս ղեկավարներ ենք, մեր էթնոսը այդպես է ձևակերպում, մենք բոլորս ղեկավարներ ենք, մենք բոլորս գեներալներ ենք, մեր էթնոսի համար այդքան էֆեկտիվ չի եւ հասարակությունը պետք է կամաց գնա մեր հին կառավարման ձևերի, բայց իհարկե դա երկար ժամանակվա գործ է, ինչ վերաբերում է այս վարչապետական ձևը ընդհանրապես էֆեկտիվ չի մեր հասարակության համար։ Մեր հասարակության համար մենք մեր ծրագրում տալիս ենք կիսանախագահական եւ նախագահին պետք է պատկանի արտաքին գործերը, ուժայինները եւ անվտանգությունը։ Իսկ վարչապետը պետք է մնա մենակ տնտեսական վարչապետ։ Սա մեր ձևն է։ Իսկ ինչ վերաբերում է էլի հետ գնանք այդ կուսակցական ձևերին, որ ձևավորում է ցուցակ, առաջի դեմք, երկրորդ, երրորդ եւ այլն, նույնիսկ դաշինքների դեպքում մեծ կոնֆլիկտների է բերելու եւ հենց այս ձևն էլ ստեղծված է ազգը պարակտելու համար, թե հոգեվորական խմբերը, թե կուսակցական կուսակցությունները ձևավորված է, որպեսզի ազգը պարակտի։ Ձեր մոտեցումը, պարոն Գևորգյան, այս հարցին։ Շնորհակալություն հրավերի համար։ Իմ մոտեցումը շատ պարզ է, կուսակցական այդ համակարգերը, որը ներդրված է արդեն տևական ժամանակ Հայաստանում, ցույց է տալի իր անարդյունավետությունը կառավարման եւ այդ հարցերի շուրջ երկար մտավորական շրջանակներում երկար մտածել ենք, ինչ եմ ուզում շատ խորանալ, դա արդյունավետ է եւ մենք հատկապես տեսանք, որ այս նոր համակարգը, էլի որը հիմնված է կուսակցական այդ գաղափարաբանության վրա, բերվեց ինչ աղետալի արդյունքներ է բերել։ Հիմի, երբ որ աշխարհում տեղի ունեն իմաստների պատերազմ, եւ ասենք վարչապետը դառնում, վարչապետը իր ձեռքին կենտրոնացում, գերկենտրոնացում է կատարում, ըստ էության ինքը եւ իր ընտանիքի անդամն են որոշում այս երկրի ճակատագիրը, չունենալով ոչ մի պրոֆեսիոնալ չափանիշներ, այսինքն ոչ տնտեսությունից է մարդը հասկանում, ոչ քաղաքականությունից է հասկանում, ոչ մշակույթից է հասկանում, որը շատ կարևոր է հատկապես այսօր, երբ որ ասում իմաստների պատերազմ ընթանում ամբողջ աշխարհում, իսկ մեր մոտ երկիրը կառավարում է մարդ, որը իմաստազուրկ կա, ինքն է բացահայտ ասում, ոչ մի իզմեր, չգիտեմ, ոչ մի մշակույթ, օրինակ ասենք քարահունջը ինքը դիտարկում է որպես քարկտիկներ, իսկ բանը ենթադրենք գառնու տաճարը որպես հավաբուն։ Դուք պատկերացնում եք ում հետ գործ ունենք։ Նույնիսկ ես չէի ուզում անդրադառնայի, որտեղ մենք տեսնում ենք, որ բացառիկ անիմաստություն այս տիպի աշխարհաքաղաքական վիճակներում, այս տիպի ճգնաժամային վիճակներում ամբողջ աշխարհում սկսած ֆինանսական, տնտեսական, բարոյաքաղաքական եւ այլն եւ անիմաստությունը այդ խումբը, որ իմաստազուրկ է լրիվ, ասենք վերցրեք բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, մարդ, որը ընդհանրապես գաղափար չունի, այդ օրինակներ են բերում, ոչ թե կոնկրետ անձին չի հետաքրում,
ընդհանրապես չգիտի սանտիմետր եւ սանտիմետր քառակուսու տարբերությունը ինքն ղեկավարում է, դուք հասկանում եք որտեղ եք։ Ես ուզում եմ ճիշտ ասած արդարացի լինել, այդպես կարծում եմ, որ իրավացի չէ այդ տիպի մոտեցումը, եթե գնահատում եք ես կամ են նախարարության գործունեություն, պետք է նախ գնահատեք այնտեղ տապալված է գործը, թե աշխատում է այդ Գործը բացառիկ տապալված է, ես կարամ կոնկրետ արդեն օրինակ բերեմ եւ ասենք այն, որ ենթադրենք Nvidia-ն կստեղծի ստեղ բան արհեստական բանակ, իր հետ ընդհանրապես այդ նախարարության հետ ընդհանրապես կապ չունի, կապ ունի մի քանի խոշոր հայ գիտնական գործարարներ, որը իրենց ջանքերով բան եւ ոնց են ասում դրոշակը իրենց ձեռքը եւ թմբուկ իրենց վզին բան արած մենք բան ենք անում սատարում ենք այդ անուններ կտակ հա Գուցե անունները կտակ այն ամենը իմաստ չունի ես չեմ ուզում անվանակացնել եւ դա պետք չի դա կատարում է առանձին հայ անհատների միջոցով եւ փառք իրենց եւ այդ ուղղությունը պետք է զարգացնել եւ ամբողջ համապարփակ թե ինչ պետք է լինի Հայաստանը ոնց պետք է զարգանա ինչ քանակի բնակչություն կարող է ունենալ ինչ առողջապահություն ինչ կրթական համակարգ դա քննարկում եւ այդ ծրագրերը ամբողջը կան, բայց դա դուրս է այսօրվա ապարատից եւ այսօրվա կուսակցական համակարգից դուրս է։ Շարունակելով այդ խոսակցությունը, ես ուզում եմ խոսքը տալ պարոն Արտակ Սարգսյանին, տեսեք, դուք բարձրացնում եք մի շատ կարևոր թեմա, որ եթե մենք ունենք լավ մասնագետներ, ես կամ եմ բնագավառում Իսկ մենք ունենք դեռ այդպիսի մասնագետներ, քաղաքական կառավարման մոդելը թույլ չի տալիս, որ մենք կարողանանք առանց որևէ բարդության ընտրել լավագույն մասնագետին իր ոլորտի կառավարման համար։ Այդ հնարավորությունը չի տալիս հենց այն քաղաքական համակարգ, որի շուրջը մենք խոսում էինք։ Արդյոք կա այդ մշակումները, որի մասին դուք խոսում եք, Նրանք եթե կան, եկեք մի քանի բառով, մի քանի նախադասությամբ փորձենք ներկայացնել այնուամենայնիվ ինչպես պետք է անել, որ այն մարդիկ, ովքեր եւ ինտելեկտուալ, եւ բարոյական, եւ հայրենասիրական առումով ավելի ուժեղ են, կարողանալ որոշումներ կայացնել այս պետության մեջ այս կամ այն բնագավառ։ Հիմա տեսեք, ներկայիս կառավարման ձևը արդյունավետ է մի կուսակցական երկրի համար, այսինքն ՍՍՀՄ-ի ժամանակ էլ նախարարները ունեին քաղաքական նշանակում, մասնագետ չէին, բայց գոնե տեղակալները բոլորը լինում էին մասնագետներ։ Հիմա եթե վերցնենք ամենափորձը, ամենացածր պաշտոնները իրանց նշանակման մարզպետ, 1200 թե 1300 օժտված է մարզպետի պաշտոնը 1200 կամ 1300 ասենք ինչ է ունեմ հատկությունները, հա, նա այդքան պետքա 1200 կամ 1300 մասնագետ ինքը չի կարա ամբողջ խոսում եք ինչ որ մասնագիտական քննության մասին էս կամ են պաշտոնը Այո, հիմա եթե գանք նախարարին, նույնպես նախարարը պետքա ունենա տեսլական կարող է մասնագետ չլինի, բայց նրա տեղակալները կարող է մասնագետ լինեն, եթե դա նույնիսկ քաղաքական նշանակում է։ Իսկ այսօր մեր բոլոր նախարարները, փոխնախարարները, բոլորը քաղաքական նշանակումներ են եւ չունեն մասնագիտական ոչ մի հատկություններ։ Հիմա մեկ կուսակցական երկրում սա կաշխատի, բայց բազմակուսակցական երկրում երկիրը տանում է աղետի։ Մասնագետներ ունենք, այո, ունենք։ Եթե այդ մասնագետները հասարակ գրանտներից զրկվում են քաղաքական առումով, այսինքն գրանտները տրվում են իրանց մարդկանց, ովքեր ոչինչ չեն անում, գրանտակեր են, իսկ մասնագետը մնում է իր գյուտերով առանց գրանտների, լինելու է էլի մեծ արտահոսք այդ մասնագետների եւ երկրները, որոնք այսօր կենտրոնացած են իրանց ազգային ծրագրերի վրա տանելու են այդ մասնագետներին, լինի Չինաստանը, լինի Իսրայելը, լինի Ամերիկան Միացյալ Նահանգները,
Եվ հենց այդ սիմպոզիումները գիտական, որ կազմակերպում են, դա արվում է միշտ արվել է եւ արվում է գիտնականներին գողանալու համար եւ դա շարունակվում է։ Այսինքն այս կառավարման համակարգում ձախողված ենք ու այտենց էլ շարունակվելու է։ Լինելու է շատ մեծ գիտական աշխատողների արտահոսք, ասենք, ես շատ զարմանում եմ, որ պարոն Գևորգյանի պես մարդիկ հայրենասիրությունն է միայն, որ պահում է այս երկրում, թե չէ, ես հաստատ գիտեմ, որ նրանք էլ բազմաթիվ առաջարկներ ունեցել են։ Մենք հեռախոսազանգել ունենք, փորձենք ընդունել դրանցից մեկը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, դուք եթերում եք, լսում ենք ձեր հարցը մեր բանախոսներից, խնդրում եմ ուղղակի ասեք, թե հատկապես ում է ուղղված։ Հարցս հավանաբար Գուրի Սարգսյանին, որովհետև նա խոսեց ուրեմն կառավարման ձևի մասին։ Հիմա ասեմ, ինչով պրեզիդենտական նախագահական համակարգը չի աշխատում Հայաստանում։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշեր կազմակերպել, այսինքն էլի կուսակցական հիմքի վրա եւ միակուսակցական։ Դրանից հետո Քոչարյանը իր համար կուսակցություն սարքեց Սարոկյանի այսպես ասած դեմքով, այսինքն էլի միակուսակցական։ Հաջորդը Սերժ Սարգսյանը էլի հանրապետական կուսակցություններ էլի միակուսակցական։ Հիմա խոսքերի նրա մասին չի, որ Հայաստանում ներդրված այս համակարգը բազմակուսակցական պարլամենտական համակարգը լրիվ աղճատված է, լրիվ հիմազերի է, սարքվել է նախագահականի նման։ Եթե նորմալ ընտրությունների արտիքները նորմալ ձևով բաշխվեն, ոչ թե վերցնեն մեկը, որ շատ ձայն ունեն, մնացած բոլորի ձայները վերցնեն, էլի դառնում է միակուսակցական, էլի նախագահական համակարգ է դառնում։ Իսկ այն օրինակ Հայրիկյանը առաջարկում է իր մեթոդը կուսակցությունների ընդհանրապես ընտրությունների վերաբերյալ։ Այնտեղ արդեն բազմակուսակցական կլինի պարլամենտը եւ միահեծան չի կարա վարչապետը որոշում ունի։ Հարցը այստեղ երկրորդ հարցը էսպես է։ Ուժայինները չպիտի ենթարկվեն ոչ նախագահային, ոչ էլ բանին, պարլամենտի բանի պրեմիեր-մինիստրին, որովհետեւ ամբողջ այս մեր պատմության ընթացքում ուժայիններն են որոշել թե ինչ պիտի լինի։ Եթե իրենց վերջի տարի նախագահի կամ վարչապետին ինչ-որ մի բան, նա բանալի հետ ուժայինների միջոցով ճնշում է ժողովրդին։ Նշանակում է ուժայինները դուրս գան նրանց վերահսկողությունից, նրանք պիտի լինեն առանձին համակարգ, պիտի ընտրվեն առանձին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դա առաջարկ էր, թե հարց էր։ Երևի ավելի շուտ առաջարկ էր, որովհետև հարց չձևակերպեց, բայց եկեք այսպես ձևակերպենք հարցը, մարդը առաջարկությունները անում ձեր վերաբերմունքը տիպի։ Ուրեմն տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը չստեղծեց կիսանախագահական, դա ինչ-որ հիբրիդային ձև էր, Լևոն Տեր-Պետրոսյանի վրա փորձեցին Դեգոլի այդ պիջակը հագցնեին, բայց չստեղծվեց։ Իսկ ուժայինները անկախ, ես տեսել եմ աֆրիկական երկրներ, որ ուժայինները անկախ են եւ ամեն անգամ լինում է զինվորական հեղաշրջում։ Նրանք պրիմադոննաներ են այնտեղ եւ զինվորական այսինքն ուժայինները այնքան ուժ են ունենում երկրում, որ ամեն անգամ ստեղծվում է մի պուչ, հա, որը Մոսկվայում էր, որը որ հիմա Ռուսաստանում է։ Ուժայինները էլ չծառայեցին պետությանը, ուժայինները եկան կառավարում են, միջև հիմա կառավարում են։ Էլ եմ ասում, չենք կարա մենք հետ գնանք ստուգենք, երբ եղավ, Ելցինից առաջ եղավ, բայց Ռուսաստանում այսօր ուժայինները հատուկ ծառայությունները էլ որոշեցին չծառայել երկրին, բայց գալ ղեկավարություն դառնալ եւ դա շատ վտանգավոր միջադեպ է ու միջադեպները շատ են, որը որ երկիրը մեր պես փոքր երկիրը դարձնելու է Սոմալի։ Շատ լավ, բայց արդյոք այն ինչ որ մենք քննարկում ենք, սա գիտական հետազոտության հարց է։ Ոչ հեռուստադիտողի առարկայության, ոչ ես չգիտեմ ինչ որ այսպես վերացական քննարկումների, կարելի է, չէ, գիտականորեն
հիմնավորված ինչ որ կառավարման համակարգ առաջարկել եւ փորձել այդ համակարգը, ասենք, ինչ որ պիլոտային ստուգել, ինչ որ ավելի փոքր Սահմանադրությունն է, այդ ինչ որ դուք ասում եք, կոչվում է սահմանադրություն, հենց այդ կառավարումը կոչվում է սահմանադրություն։ Տեսեք, մենք բազում մենք հանրապետական կառավարում, իբր թե խորհրդարանական կառավարման մեջ մենք միանձնյա ենք։ Միանձնյա ենք, որովհետեւ այն կուսակցությունը, որը որ իշխողն է հիմա, այնքան ձայն հավաքել, որ ինքը դառել է միանձնյա։ Չէ, հարցը դա Բայց եթե այդ ընտրությունների ժամանակ լիներ, ասենք, հավասարային երկու կուսակցություն, այդպես չէր լինի։ Հիմա մեր բացի այս մի գումարումը, դրանից առաջ մեր ԱԺ-ում եղել է 4 կամ 5 կուսակցություններ, բայց էլի միանձնյա են եղել։ Տեսեք, մենք այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ մի կողմով համաձայն ենք, որ բոլոր սահմանադրությունները կեղծվել են։ Մենք լծակ չունենք սահմանադրության մեջ իբր ժողովուրդը երկրի տերն է, նույնը հռչակագրի մեջ է, հա, գրված, ու պետքա պետությունը անի ժողովրդի իղձերը, ցանկությունները, բայց այս մոդելը, որը որ բուրգաձև մոդել է, դա տանում է միանձնյա կառավարման, չկա լծակները, ժողովրդի ձեռքը այսօր լծակ չկա։ Տեսեք, վարչապետը, հիմա դուք ձեր այս լրատվականում, եթե ընդունեք աշխատանքի մի անձի, թուղթ ու գրիչը տակ, որ ինքը ձեր իրավունքները գրի։ Քանի օր դուք կլինեք այս ստուդիայի ղեկավարը, երկրորդ օրը արդեն ինքն է լինելու։ Նույնն է հիմա մենք թուղթ ու գրիչը տվել ենք այս մարդուն, ասում ենք գրի մեր իրավունքներն, այլ գրում է, ու լծակը չկա։ Գլխավոր դատախազը չի կարա նրան գնա ձերբակալի, նրա նշանակումն է, ընտրական համակարգն է լրիվ սխալ, այս կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրված է մի սուպեր հատկություններ, այսինքն ցուցակը նրանք են կազմում, որոշում են ով ընդգրկվի, ով չընդգրկվի, ցուցակի փոփոխություն են կարողանում անում եւ նույնիսկ ընտրությունների արդյունքներն են հայտարարում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ապահովի մենակ տեխնիկական process-ը, ուրիշ ոչ մի բանի մեջ նա չի կարող։ Վեճերն նա քննարկում, այսինքն պետություն ու մոտ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը նշանակովի է, դժվար, ես չեմ ասում անհնար է, դժվար է լինում այդ պետությանը ընտրություններում հաղթել։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի սուպեր կառույց է։ Մոլդովա հիմա 12 միլիոն թե ինչ հատկացնելու են, որպեսզի Մոլդովայի դեպքերով ազատեն Հայաստանը արտաքին վտանգավոր, ես չգիտեմ, ձևավորում են, հա, ազդեցությունից։ Մենք տեսանք ինչ եղավ Մոլդովայում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց կուսակցություններին։ Ես արդեն մոտավոր տեսնում եմ Հայաստանում քանի կուսակցություն նույն ձևով փորձելու են չգրանցել, նույն Մոլդովայի օրենքով։ Ես իմ անունները չտամ, բայց իմ մեջ ես մոտավոր տեսնում եմ ովքեր են լինելու եւ պատրաստում ենք դրա դեմ հակաքայլեր, որպեսզի չգանք հենց այդ սյուրպրիզի առաջ կանգնենք։ Այսինքն երկրում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուրջ հարցեր է լուծում, մենք դժվարություն ենք ունենալու, բայց լինելու է։ Հայաստանում այդ վատ օրինակը կա, որ բոլոր դեպքերում միշտ իշխանությունը կարողացել է վերարտադրվել բոլոր ընտրությունների ժամանակ եւ անգամ 18 թվականի հեղափոխության ժամանակ փաստորեն մենք չգնացինք հեղափոխական ճանապարհով իշխանությունը փոխելու ուղով, այլ գնացինք ինչ-որ ճնշման կամ ճնշումների միջոցով, այնուամենայնիվ ստիպեցին, որ այն ժամանակ ազգային ժողովը քվեարկի եւ ուրեմն վարչապետ նշանակի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այսպիսի հարց, դուք ինչպես եք պատկերացնում, որ այս պայմաններում դուք կարող եք ազատ ընտրությունների միջոցով ինչ-որ անցնել խորհրդարան կամ ուրեմն ինչ-որ բան փոխել այս համակարգում։ Եվ որն է լինելու այդ մնացած մտավորականության դերը, որովհետև ինչպես պարոն Սարգսյանը ասեց, մտքերի արտահոստ Հայաստանից սարսափելի չափեր ունի։
Ես եմ։ Համեցեք եկեք Ես ուզում եի պատասխանել։ անդրադառնայի նախորդ հարցին, բայց ուրիշ կտրվածքով, ինչի է պետք մեզ պետություն։ Պետք է ամեն մեկը իրան հարց տա, որպեսզի ասենք մենք կարողանանք էֆեկտիվ արդյունավետ համակարգ ստեղծենք հայկականությունը, հայ մշակույթը, հայ գաղափարաբանությունը եւ այլն հայ տեսակը պահպանելու եւ զարգացնելու։ Այսօր միայն Հայաստանը իր ուժերով այլևս չի կարա իրեն այդ բանը թույլ տա ու պաշտպանի։ Այսինքն մենք երբ որ ասենք խոսում ենք այդ ընտրություններ բան, մենք պետք է հասկանանք, որ լրիվ նոր կառույցներ է պետք այդ այն նեղ կուսակցական, այսպես ասած, կառույցներով մենք այդ հարցը չենք կարող լուծել եւ այստեղ նորից առաջանում է Սփյուռքի կարևորագույն դերը, որը հասկանալով կամ չհասկանալով ոչ մի նախագահ ոչ միայն քայլ չի արել այդ ահռելի հայկական ռեսուրսը օգտագործելու, այլ ընդհակառակ ինքը բանը չեզոքացրել է այդ Սփյուռքի դերը, որպեսզի ինքը միանձնյա կառավարի տեղի այսպես ասած ռեսուրսները եւ իրեն անձնական sense կոպիտ ասեմ շահերի համար հիմա ասենք տեսնում ենք այդ առաջի երկրորդ երրորդ նախագահները վրթոված ասում են սա պատուհաս է եւ այլ բայց մեկը չի հարց տալի ընկեր առաջի նախագահ դու ասում ես պատուհաս է բոլոր կադրերը քու աճացած կադրերն են իր շուրջը աճացած եւ այլն այս դրա համար ես ուզում եմ ցույց տամ որ սա հիմնովին սխալ է պետք է գա նոր ուժ, նոր մտածողություն, որը կարողանա ինտեգրի Սփյուռքը եւ տեղաբնիկ հայությանը որպես մի ընդհանուր կառույցի մեջ անունը մենք բազմաթիվ անգամ նշել ենք դա հայքն է դա հայքը ենթադրում է լրիվ ուրիշ մեխանիզմներ կառավարման եւ մասնավորապես ասենք վերցնենք եկեղեցու հարցը, չէ, եկեղեցին համաշխարհային հայությանն է վերաբերում, բայց այս անձը չունենալով ինքը ասում է որ դրսի հայերը դա իմ ենթակայության չեն եւ ես գործ չունեմ իրենց հետ Շվեյցարիայում իր ասածը հիմի ասենք այդ համաշխարհային հայկական կառույցին, որը ունի բազմաթիվ թերություններ, որ տվյալ դեպքում նշում է այս վարչապետը, բայց կներեք թերությունը թերությունով չեն բանանում մի մարդ որ բացառիկ անիմաստությունն է թերությունն է հիմի հարցակում է այդ կառույցի վրա համաշխարհային որը բոլոր առումներով էլի դրական դերախաղում հայության համախմբման ոնց որ տարան էլի ջուրը եթե տարա չունենա ինքը ծվերվելու է վերանա հիմի ասենց վտանգ կա եւ մենք տեսնում ենք որ տվյալ դեպքում ասենք այս ուղղորդումները կատարվում է որպեսզի այդ տարան ջարդեն որպեսզի հայությունը որպես միասնական էթնիկ հզոր կառույց բան անի ծվրվի եւ ասիմիլացվի որը տեղի ունեցել օրինակ ասենք Լեհաստանում եւ դրա շահագրգիռ ուժերը կան խնդրեմ Վատիկան ռուսական եկեղեցին Վատիկանը մի տենց բանով Կիլիկյան կործանեց երկրորդ արարով կործանեց Լեհա հայությանը ես խոսել եմ Լեհայերի նախագահի հետ Դավիդովիչի հետ էլ որ եղել է գլխավոր շտաբի պետը Լեհաստանի բանակի Ավարտ ասում է մինիմում որ դուք պետքա մեզ ճանաչեք այսօր 3 միլիոն հայ բայց իրականում շատ ավելի շատ է այդ հիմի Ռուսաստանում կա 7 միլիոն հայություն հəl տեսիք ինչ են ստե ուզում են կառույցը քանդեն հետո այն ռուսահայության այդ սա այն Ռուսաստան գոյություն ունեցող կառույցը մտցնեն ռուսական եկեղեցուն եւ տենց զուլ են 7 միլիոն էթնիկ հայեր կան այսօր Ռուսաստան ոչ թե 2 3 եւ այլ 7 միլիոնի մասն է ել չեմ ասում 27 միլիոն այն մարդիկ որոնք կրում են հայկական արյուն 1 քառորդով 3 քառորդով եւ այլն այդ հզոր ուժը ուզում է շահագրգիռ կառույցը իր մեջ բանան եւ մենք տեսնում ենք թե ինչա կատարում էս ուղղորդումները դեպի այսպես ասած էջմիածին եւ այլն վեհապարի դեմ այս հարցերը պետքա մեր ներքին հարցերն է լուծվի ուրիշ ձև հոգեվոր դաշտում պետքա այդ հարցերը լուծելու համար հանդես գան մարդիկ որոնք ունեն չափանիշներ հոգեվոր
Հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Ոնց կարող ասենք մարդը, որը իր այս ամբողջ գործնեությամբ գիրքը կարդացեք մենակ, այլասերության մարմնավորումն է, ինքը այդ Լավ, պարոն Սարգսյան, ձեզ էլ տանք հնարավորություն։ Ուրեմն ամբողջովին համաձայն եմ պարոն Գևորգյանի հետ, մենք ցանցային ազգ ենք դարել եւ ցանցային պետությունը իհարկե փրկությունն է, ել չասած որ ներգաղթը պետք է ապահովի, եթե մենք չդառնանք 10 միլիոն, մենք զուլվելու ենք գնանք։ Հիմա կառավարման այդ համակարգը, որ իբր այսօր գոյություն ունի, իրոք ժողովուրդը պետք է հասկանա, որ մի երկրում, որտեղ կենտրոնական բանկը եւ ընտրական հանձնաժողովը ոչ թե իշխանության կողմից է ղեկավարվում, այլ դրսի ուժերի կողմից, շատ բարդ անելիքներ ունենք մենք որպես ընդդիմություն այդ համակարգերը փոխենք։ Մեր դրամի վրա նույնիսկ Հայաստանի գերբը գոյություն չունի, այսինքն դու կարող ես հաղթել մեկ օրում դոլարը քո երկրում բարձրացնել, իջացնել, դու կրիզիսի դիմաց ես կանգնելու։ Այսինքն մենք շատ գործեր ունենք, անելիքներ ունենք հետագայում, այն ուժերը, որ արկածախնդրությամբ են զբաղվում, չեն էլ պատկերացնում ընտրությունը հաղթելը մի բան է, պահելը մեկ այլ բան է, այսինքն հիմա այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ փորձում է երկու տիրոջ ծառայի, նրա միակ նպատակը դրսի խոստումներով, ներսի բռնաճնշումներով վերարտադրվելն է, բայց դրսի այդ ուժերը այդքան հեշտ չեն խաբել։ Հիմա երեք լույս տեսավ այդ վետերան թերթի ամերիկյան, որը որ համարվում է ոչ թե դեղին մամուլ, այլ դեղինից մի քիչ բարձր։ Դա ազդակներ են, որ տես, եթե դու շարունակես այդ թմրադեղերի այդ Գրզո Սուքիասյանի հետ, այսինքն նրանք արդեն ազդակ են տալիս, որ տես մենք քեզ գումարներով օգնում ենք, բայց եթե դու շարունակես, այս նույն հոդվածը արդեն կշարունակի։ Չեք բացի այդ հոդվածի վետերան թերթը, ամերիկյան վետերան թերթը, VT, հա, գրել էր Փաշինյանի այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Խաչատուր Սուքիասյանի թմրադեղերի տրաֆիկներ բացահայտում եւ մարդկանց տրաֆիկը, հա, այդ մարմնավաճը sex slaves, հա։ Հիմա հոդվածը բավականին մեծ է, նրանք փաստեր են բերում, թե ոնց է թմրա նարկոտրաֆիկը իրագործվում Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ եւ հենց այդ գործարարի մասնակցությամբ եւ փողերը ուր է գնում, ինչ ակտիվներ է ստեղծվում, ինչքանով է վստահելի այդ հոդվածի փաստերը։ Տեսեք, Ամերիկյան Միացյալ Նահանգները խորքային երկիր է, բայց այնտեղ այդպիսի հոդվածները լույս չի տեսնում, ոնց որ Ռուսաստանում առանց պետական հովանավորությամբ, այսինքն եթե չուզենան լույս չի տեսնի։ Սա ուղղակի զգուշացում է, ազդակա, հիմա մի անգամ ցույց տվեցին Կանադայի շատոն, հա, որ տեսնենք, եթե հանգարց փորձես քո խոստումներից գնաս, մենք բացահայտելու ենք։ Հիմա սա, այսինքն այս մարդը, երբ որ դուրս է գնում, իսկ դրսից նա միայն գումարներ է ստանում, տարբեր անուններով, ագրոծրագիր, հիմա ընտրություններին չխոչընդոտելու, բայց իրականում մենք լավ գիտենք, որ այս բոլոր գումարները նպատակ ունի ծառայելու ներքին ճնշումներին, իրական ընդդիմությունների ճնշումներին եւ ուժայիններին տալ այդ այսինքն ինչ որ մարդիկ շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանությունը հաստատել։ Իհարկե, մեր արևելք եւ արևմուտք հարևանների շահագրգռությունն է եւ ես հաստատ գիտեմ անապացուցելու է, որ այդ 12 միլիոնը Եվրոպան իր գրպանից չի տալիս, Եվրոպան կվերցնի 50 Ադրբեջանից, բայց կտա Հայաստանին 12, այսինքն այն Եվրոպան, որ այսօր լուրջ ֆինանսական կրիզիսների դիմաց է կանգնած եւ աչք է դրել ռուսական ակտիվների վրա, իրար մեջ գզվրտվոց է գնում, թե
Ամերիկան ինչքան այդ ակտիվները տանի Եվրոպան ինչքան հիմնական գզվրտոցը դա ինչ որ տալիս է 12 միլիոն այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետին շատ գրգռված եմ որտեղ կամակատարն է այսինքն ինչի պետքա ագրեսոր լինեն զենքով հարձակվեն Հայաստանի վրա մարդը հանձնում է այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը գոյություն ունի որպես ստորագրություն որպես վարչապետ նա գոյություն չունի նրան պահում են որպեսզի իրանց դավադիր ծրագիրը իրականացնեն եւ ստեղծեն իրավական դաշտ այսինքն նրանք ամեն ինչ անում են բերում են իրավական դաշտ կեղծ թեզերը թե լինի հողեր տալը պահանջատիրությունից հրաժարվել համայնքից հրաժարվել մենք մեր ծրագրի մեջ ընդգրկել ենք որ Հայաստանի Հանրապետության հայկական առաքելական եկեղեցիները արտասահմանում պետք է ունենան դիպլոմատիկ ստատուս դա նախ նրանք կվերահսկեն դեսպանատներին որոնք այսօր բիզնեսմեններ են գաղտնի գործակալներ են ոչ մի բան չեն անում եւ կան երկրներ որտեղ մենք դեսպանատուն չունենք բայց եկեղեցի ունենք եւ դա կծառայի մեր հայկական լոբիգին այո այսօրվա վարչապետը շատ կարեւոր մարդ է այս մեր հակառակորդ ճշնամական երկրների համար այսօր Թոֆիկ Զուլֆուգարովը հայտնում է որ Մեղրի երկաթուղին դա Ադրբեջանի սեփականությունն է շատ լավ ինքը քայլ արել որ մենք մեծ այսպես ասած բան ենք ստացել հնարավորություն հակադարձելու չի բարձրացնում որ նավթի հանքերի 57%-ը պատկանել է հայերին բանը մինչև հեղափոխությունը որ դա այդ սեփականության իրավունքը մարդկային պատմության ամենակարևոր առանցքային հարցերից է 30%-ը նավատորմի հայերինն է բոլոր շինությունների Բաքվի հին շինությունների որ արժեքավոր 60-65%-ը հայերինն է բան լրելա չեմ ուզում ձեզ ուրեմն խանգարել բայց ձեր բերած արգումենտների մեջ ես որոշակի խնդիր տեսա եթե ադրբեջանցի գործիչը ուզում է այդ ճանապարհը համարել Ադրբեջան պետության սեփականությունը դուք խոսում եք հայերի սեփականության մասին որից մեր պետությունը շուռ է գալիս այսինքն Հայաստանից դուրս հայերը մեր պետության համար գոյություն չունեն որպես ինքը բացահայտ է եկեք ոնց որ պարոն Գևորգյան ասաց սեփականության իրավունքը եթե գոյություն չունի համակարգը դառնում է ստրկատիրական այսինքն մենք Հայաստանը չի անցել ստրկատիրականով մենք ունենք 120,000-ից ավել արցախցիներ որոնց սեփականության իրավունքը խախտվել է եւ նրանք գտնվում են այսօր ստրկատիրական համակարգի մեջ եւ մեր պետությունը ոչ մի բան չի անում ասել լավ հողը տվել ես իրանց մտածելակերպով եմ ասում մենք այդ չենք էլ ընդունում բայց մարդկանց սեփականության իրավունքը ո՞րն է ռեպարացիաները այդ ինչա սերտիֆիկատ է տվել ես իմ քանի հազարի որ գնացեք տուն առեք այդ իրանց սեփականության իրավունքն է այսինքն ամբողջ աշխարհում սեփականության իրավունքը ստրկատիրական կարգերից հետո մարդը ստրուկից վերածվել է մարդու երբ որ ունեցել է սեփականատիրության իրավունք հիմա այս խորքային իրավունքը խախտված է մենք չենք ասում երկդ մենք ասում ենք մարդկանց սեփականության իրավունքը եւ իրավահաջորդելու ժառանգելու իրավունքը դա մարդկության ամենակարևոր իրավունքներն է մենք այսօր ունենք մեր երկրի մեջ ել չասած որ մարդկանց վերաբնակեցնում են Երևանի մեջից այսինքն մեր իրավունքները ամբողջովին խախտված է ստրկատիրական կարգի են գնում մարդկանց հանում են որպեսզի շենք ընդեղ կառուցեն ել չասած որ բերում են բարձր գույքահարկեր, որպեսզի էլի մարդկանց դարձնեն ստրուկներ, այսինքն մարդիկ մի քանի տարի գույքահարկ չեն մուծելու, տներից դուրս են շպրտելու եւ ստրուկի կարգավիճակ են ունենալու։ Սա շատ լուրջ առանցքային հարց է։ Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է ավարտին, շատ կարճ պարոն Գևորգյան, փորձենք ամփոփել։
այս իրավիճակում ելքը ուրեմն ճիշտ օրենքներ ունենալն է եւ այդ օրենքները կիրառելն է։ Արդյոք հայկական մտավորական համայնքը ունի այն ներուժը, որ կարողանա քաղաքական ուժերի հետ միասին ստեղծել նոր օրենքներ, որոնք որ կարող են այդ կազուսները, որոնց մասին դուք խոսում եք, վերացնել։ Ես ուզում եմ ասեմ, որ ոչ թե նոր պետք է սկսենք, այդ կա այդ խումբը, մարդկային ինտելեկտուալ, այսպես ասած, խումբը կա, որը մշակել է բոլոր տիպի օրենքներ եւ դա անպայման ներառնում ոչ միայն Հայաստանում բնակվող հայերի, այլ ամբողջ աշխարհի հայության, այսինքն ցանցային այդ պետության, դա իրականությունն է, մենք պետք է այդ իրականության հետ առերեսվենք եւ մեր փրկությունը հայ տեսակի կապված է այդ միասնության եւ ներդաշնակ նրա զարգացման եւ այդ կառույցը պետք է լինի շատ ավելի հզոր, քան այն պետությունը, որ մենք ունենք։ Դա հաշվի չառնել, դուրս գալ ինչ-որ խոսել, ինչ-որ անվտանգության մասին ծիծաղել է, էլի այդ օրինակ ասենք մեկ-մեկ ես լսում եմ, ասենք քաղաքական այսպես ճակերտավոր գործիչների, դա ծիծաղ առաջացնում։ Այս մարդիկ իրականությունից դրված են, այո։ Կոպված են։ Մենք պետք է հաշվի առնենք աշխարհում ինչ ընթացքներ է սկսած այդ թվայնացում, արհեստական բանականություն, որ շատ սարսափելի մեծ արագությամբ զարգանում է, եւ տեսեք մեր, ասենք, այդ կրթական համակարգը բան, որ պարտադրել են ոչ կոմպետենտ մարդիկ, խայտարակություն է, սա պետք է փոխել։ Եվ այդ ծրագրերը կա։ Հասկացա։ Դուք, պարոն Սարգսյան, տեսեք, մեր մեկ րոպեի ընթացքում մեր օրենքները իբր լիբերալ են, դեմոկրատ են, բայց ամենակարևոր օրենքը, որ մենք պետք է ունենանք, սահմանադրությունն է։ Դրանից բացի ուրիշ ամեն ինչ հիմնված է սահմանադրության վրա, եւ սահմանադրությունն էլ պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա, կան բնության օրենքներ եւ սահմանադրությունը պետք է լինի շարունակություն այդ բնության օրենքների։ Իսկ ինչ վերաբերում է օրենքները ինչ ձև էլ գրված լինեն, եթե սահմանադրությունը կեղծված է, նրանք չեն աշխատում։ Հիմա գրվում է նոր սահմանադրություն եւ հասարակությունը առանձնապես տեղյակ չի սահմանադրությունը ինչ հիմքերի վրա է գրվում, ինչպես է գրվում, ում կողմից է գրվում եւ նրանք նոր հռչակագիր են գրելու 4-րդ հանրապետություն, որ հայտարարում են, դա մենք չենք կարող ասենք ինչ է լինելու։ Հայաստանը Թուրքիայի մաս է, Հայաստանը կընդունի աշխարհը այդ հռչակագիրը, կընդունի Հայաստանը որպես պետություն, շատ վտանգավոր նախաձեռնություն են նրանք սկսել եւ դա մտածված նախաձեռնություն է, դրսից ուղղորդված մարդ, որ արդեն այս սահմանադրությունը բազմաթիվ անգամ խախտվել է եւ այդ խախտման համար ինքը արդեն պետքա ձերբակալված լինի։ Շնորհակալություն, ես տեսնում եմ, որ մեր ժամանակը արդեն սպառնում է, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Մեր սիրելի հեռուստատիտողներին էլ հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։